YouTube-ում հեռարձակվող SOS հաղորդաշարի վարող Վիլեն Գայֆեջյանը հաղորդման բովանդակության հետ կապ չունի, սակայն ոստիկանությունը հենց նրանից է պահանջում հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել մեկական միլիոն դրամի չափով։ Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր ոստիկանների հայցի լսումը, որոնք վիրավորված են SOS-ի մայիսի 24-ի թողարկումից։ Դատավոր Արթուր Ստեփանյանը դատական նիստի ընթացքում միայն 5 րոպե թույլատրեց նկարահանում իրականացնել։ Երբ հաղորդման հեղինակ Հայկ Բարսեղյանը դատանում ցուցմունք էր տալիս, արդեն նկարահանել չթույլատրվեց։ Իմ կողմից գրված սցենարային նախապլանավորված է եղել այդ արտահայտությունը, ոչ թե Վիլենի իմպրովիզը, եւ գո հենց նենց 7 արտահայտությունը նման է իշխան ճ հենց նենց 9 արտահայտության։ Եթե ինչ-որ մեկը դրան նշանակություն կտա, դիրա սուբյեկտիվ կարծիքն եւ դիրքորոշումն է։ Նշանտեղեն դիք չի եղել սցենարային պլանավորած արտահայտություն, դիք պավիլյոնում Վիլենը երբ որ իր այս սցենը կփորձեր, այդ ժամանակ զուտ արտահայտություններ կիներ, արտահայտությունը վերցրել ես տեղադրել եմ։ Դիք Մայիսի 24-ի հաղորդման ժամանակ անդրադարձ էր կատարվել այն դրվագին, երբ ոստիկանները Սևազգեստ մայրերին գետնին քարշ տալով նախագահական նստավայրի մայթից տեղափոխում էին դիմացի մայթ։ Համար անընդունելի է մինչև այսօր էլ այն ինչ որ ոստիկաններ ներել են այդ մայրերի հանդեպ։ Այդ կադրերի հետ ես համարել եմ ճիշտ որ կարելի է դնել տարբեր դրվագներ։ Պատասխանող կողմը կարծում է, որ հայցը անհիմն է եւ հաջորդ դատական նիստին այլ ապացույցներ կներկայացնի։